Սեպտեմբերի 28-ին Գարեգին II ամենայն հայոց կաթողիկոսը Մայրաթոր Սուրբ Էջմիածնում ընդունեց Ավստրիացի Գրաց քաղաքի կաթոլիկ համալսարանական համայնքի ուխտավորներին, գլխավորությամբ հայր Ալոիս Քյոլբլի։ Նորին սրբությունը իր օրհնությունը բաշխեց ուխտավորներին, ընդգծելով, որ այսօրինակ այցելությունները ամրացնում ու զորացնում են եկեղեցիների միջև հարաբերությունները։ Ամենայն հայոց կաթողիկոսը գոհունակությամբ արձանագրեց նաև, որ հայ և կաթոլիկ եկեղեցիների միջև առկա են սերտ հարաբերություններ և արդյունավոր փոխգործակցություն։ Նորին սրբությունը հիշեց Ավստրիայում ուսանելու տարիները ուսանողական ընկերներին, որոնցից շատերը հիմա կաթոլիկ եկեղեցու բարձրաստիճան հոգևորականներ են։ Անդրադառնալով մեր օրերում Հայաստանի առջև ծառացած մարտահրավերներին, հայոց հովվապետը իր շնորհակալությունը հայտնեց քույր եկեղեցիներին հայ ժողովրդին ցուցաբերած զորակցության համար։ Սա իմ և մեր խմբի որոշ անդամների երկրորդ այցն է Հայաստան։ Առաջին անգամ անցած տարի ենք եկել և կրկին հանդիպել ենք վեհափառ հորը։ Իսկապես մեծ պատիվ է մեզ համար նրա հետ հանդիպելը։ Ուրախ ենք նաև, որ հնարավորություն ունենք տեսնել ձեր երկրի գեղեցկությունը։ Գիտենք նաև մարտահրավերները, որոնց առջև կանգնած եք։ Ուզում ենք ասել, որ մենք ձեր կողքին ենք, տեղահանվածների և մյուս ձեր հայրենակիցների կողքին։ Եվ սա մենք մեզ համար շատ մեծ փորձառություն ենք համարում։ Ավստրիայից ժամանած ուխտավորները եղան նաև Մայրաթորի թանգարանում, ծանոթացան այստեղ պահվող սրբությունների, ձեռագրերի ու եկեղեցական պարագաների պատմությանը։ Լուսինե Բալյան, Վրամ Խանամիրյան, Եկեղեցական կյանք։